Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն է, բարև ձեզ, պարոն Խուշուդյան։ Պարոն Խուշուդյան, երեկվա, այսինքն այս վերջի մի քանի օրը ուշադրության կենտրոնում է հայտնվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը քաղաքապետ դարձավ ոչ թե ընտրության բնակիչների քվեի հաշվին, այլ հայտնի ուժերի, այսպես ասենք, աջակցությամբ։ Նա հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի փրկությունը միութենական միությունն է Ռուսաստանի հետ, նույնիսկ ավելի կոպիտ բառերով է արտահայտվել այն մարդկանց մասին, ովքեր դեմ կլինեն այդ միությանը։ Ինչ պետք է անել Վարդան Ղուկասյանի հետ եւ ինչու է Վարդան Ղուկասյանը բարբերաբար շեշտում, որ մեր փրկությունը Ռուսաստանի միության հետ է։ Գիտեք, ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանի վրա Ռուսաստանը 3 հիմնական ազդեցություն է ունեցել եւ մասամբ ունի, որոնց միջոցով փորձել է Հայաստանը վերջնականապես վերածել գուբերնիայի։ Առաջինը դա Ադրբեջանն էր, որպես բութ գործիք, եւ Արցախի վրա հարձակվելով, հետո որ տեսան չօգնեց Հայաստանի վրա հարձակվելով արդեն եւ այլն, փորձում էր այստեղ իշխանապողության հասնել։ Հա, իր խամաճիկներին բերել դնել այստեղ գուբերնատոր կարգեր։ Եվ արդեն Հայաստանի շահերի հաշվին սկսեց առևտուր անել ավելի ազատ։ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի արժեքավոր են, քան Հայաստանի, որից ինքը առանձնապես ոչ մի չի կարողանում ստանալ, հատկապես իր պաշտոնյաները, որոնց կերակրում էր Ալիևը։ Այդ բութ գործիքը արդեն չի աշխատում, հատկապես օգոստոսի 8-ից հետո, բայց մինչև էլ եվրոպական դիտորդների գալու շնորհիվ ահագին կաշկանդվել էր, բայց հիմա արդեն եվրոպացիներից բացի նաև ամերիկացիները մուտք գործեցին, ըստ էության մուտք են գործում տարածաշրջան եւ Ալիևը այլևս չի կարող Ռուսաստան գործիք հանդիսանալ, դրա համար էլ գժտվեցին։ Դրա համար էլ արդեն տունը կռիվ է անգել իրենց, հա, մարդուկնիկ տուրը դմփոցը որ անում է։ Այն լուտանքները, որ հիմա Ադրբեջանի գլխին թափվում է ռուսական մեդիատիրույթում, մեկ էլ Ուկրաինայի վրա են թափում, Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ։ Այդ մեկ չեզոքացված գործոն։ Երկրորդ գործոնը դա տնտեսական պատժամիջոցներն են, սանկցիաները, հա, որ պարբերաբար լարսում ինչ-որ սանիտարահիգիենիկ նպատակներով, նկատառումներով, հետո էլ ինչ-որ այլ նկատառումներով, տեխնիկական պատճառներով պարբերաբար խոչընդոտում էին առևտրին։ Դա եւս թուլացած է էապես։ Ինչի, որովհետեւ մի անգամ Հայաստանից հասկացեցին, որ եթե լրիվ փակելու եք այդ առևտուրը, մի անգամ եղավ այդպես լրիվ փակեցին 23 թվականի դեկտեմբերին, այստեղից ասացին, մենք էլ դուրս կգանք ԵԱՏՄ-ից, որ չենք կարող ձեր այդ առևտուր անենք ինչներս եք պետք։ Հաջորդ օրը բացեցին։ Հիմա պարբերաբար էլի խոչընդոտներ ստեղծում են, մեկ Վրաստանի ձեռքերով Վրաստանի իշխանությունների, մեկ իրենք անմիջականորեն որոշ ապրանքատեսակների ֆուրերի հանդեպ, բայց ամբողջապես այսպես բլոկադա չեն անում, հասկանալով հետևանքները, այսինքն դա էլ է էապես թուլացել այդ լծակը։ Բայց մի հատ լծակ կա, որը որ շատ էժան է իրանց վրա նստում։ Ոչ Ադրբեջանի վրա պես տենց թանկ գործիք է, որ այդ գործիքը գործադրելու համար հսկայական բաներ պիտի տան Ալիևին։ Ոչ տնտեսական լծակի պես թանկ գործիք է, որովհետև եթե չբռնեն օգտագործեն, կարող Հայաստանն ընդհանրապես դուրս գա ԵԱՏՄ-ից, իրանք աշխարհակաղակական կորուստ ունենան, դուրս շպրտվեն Հարավային Կովկասից։ Այլ մի հատ գործիք է, որը որ ինքը, ասենց ինքն է ասել, ես ուզում եմ ձեր գործիքը լինել, հարգելի պարոն Պուտին։ Այդ ես չէ, հավաքական ես է։ Դա այստեղի 5-րդ շարաշունն է։ Որ ասում եմ, մենակ թե մեզ իշխանության բերեք, ոնց որ մեր թանկագին Վարդանիկին բերեցիք Գյումրիում իշխանության, իսկ այդ Կրեմլից իջած հրահանգով միավորվեցին այդ ուժերը։ Պարզ է, չէ՞, որտեղ բոլորն էլ ովքեր որ միավորվեցին, ձայն տվեցին Վարդանիկին, Կրեմլի խամաճիկներն են։ Հիմա նույն ձևի Հայաստանում իշխանությունը տվեք մեզ, օգնեք մենք վերցնենք, ու ինչ ուզում եք կանենք ձեր համար։ Ինչ եք ուզում։ Facebook-ի զորքեր Մեղրիում, հարց չկա։ Ինչ որ էլի տարածքներ, որ տանք Ադրբեջանին, դուք առևտուր կանեք, շահը դուք կստանաք, բայց մենք տվողը կլինենք։ Մենք կտանք, մենակ թե մեզ տվեք իշխանություն։ Թուրքիայի հետ խնդիրներ, որպեսզի դուք մեր փրկիչը մշտապես մնաք եւ չկարողանա Հայաստանը զարգանա, միշտ բլոկադայի մեջ մնա։ Խնդիր չի, ամեն ինչ կկազմակերպենք ձեր համար։ Մենակ թե մեզ իշխանություն տվեք, բերեք մեզ իշխանության։
որտեվ սովոր են եղել իրենք առանց իշխանության անբաշար են, հասկանում եք, ոչ բիզնեսի մեջ են կարող ունենալ, ոչ մի բանում կարող ունենալ չէ։ Իրենք այսպես պատահմամբ եկել էին իշխանության, պատահմամբ այդքան է պատահմամբ չէ։ KGB-ի նաև առաջադրանքով եւ հանձնարարականով իրենց բերեցին նախ Հայաստան, հետո դրեցին կարգեցին իշխանություն։ Եվ իրանք իրենց կոդը լրիվ մի պաշտոն պետք է ունենան, որ կարողանան իրենց գլուխը այսպես պահել։ Այսինքն թալանել։ Իրենք ուրիշ ձև գլուխ պահել չեն պատկերացնում։ Թալանել սեփական ժողովրդին, սեփական երկիրը կեղեքել, թուլացնել, որ ցանկացած պատերազմ պարտվի, ոնց որ Արցախյան պատերազմը պարտվեցինք իրանց լափած բանակի հետևանքներով։ Այդ տիպի, այդ կատեգորիայի մարդիկ են իրենց ազգուտակով։ Նախկին, այդ թվում նախկին քաղաքապետեր որոշ, ինչպիսին պարոն Վարդանիկն է եւ մնացածը։ Հիմա այդ երրորդ լծակը չեզոքացնելու հարցն է։ Որոշ տեղերում դա հաջողվում է։ Տեսնենք Հայաստանում էլ կհաջողենք։ Պարոն Խուշտյան, այս թեմայի հետ կապված նաև այսօր արտահոսք եղավ կամ այսպես որ չգիտեմ որքանով է հավաստի, մամուլը գրել էր որ Քոչարյանը հանդիպել է Սերգեյ Կիրիենկոյի հետ, մենք գիտենք որ Կիրիենկոն ըստ փորձագիտական շրջանակների Հայաստանի հարցերով կուրատորն է Ռուսաստանում, ինչ է ուզում Քոչարյանը Կիրիենկոյից մնալ խաղի մեջ, թե խաղից դուրս գալ Հայաստան։ Գնացել է հարցնի երևի կարող է այն որ Մոլդովայում տանուլ տվեցիք Հայաստանում էլ տանուլ տակ հասկանում ես այսինքն իրենք հասկանում են որ Ռուսաստանը ամենազոր չի արդեն ոչ միտեղ առավել եւս Հայաստանում որին դավաճանել է եւ հասարակությունը ժողովուրդը դա հասկացել է այսինքն այնպես չի որ իրենք կարող են հիմա խաբել հայ ժողովրդին ասել Այդ գիտեք, Ռուսաստանը ուզում էր ձեզ պաշտպանել, ուզում էր ձեր փրկեր, բայ այ Նիկոլ Փաշինյանը եւ այդ սորոսականները խանգարեցին եւ այլն։ Հիմա այդ նույն նարատիվներն են փորձում տարածել, բայց կներեք, էլի ժողովրդը ապուշ չի։ Այդ դուք եք ապուշ, բայց ժողովրդին ապուշի տեղ դնել շատ անհերատես զբաղմունք է։ Այդ որ ասում եք ժողովրդին ժեղ, խորապես անասուն եւ այլն, այդ ձեր պատկերացումներն է հայ ժողովրդի մասին, որը չի համապատասխանում իրականությանը։ Դա դուք ձեր հայլու մեջ նայեք, կտեսնեք, որ դա դուք եք։ Պարոն Խուշտյան, եւս մի այսպեսի մի բան է նկատվում, որ նախկին երկու նախագահներին ակտիվ սկսել է աջակցել, միանալ կամ նրանց նարատիվները խոսույթը կրկնել նաեւ առաջին նախագահը, որը տարիներ շարունակ մենք գիտենք, որ ինքը իբր պայքարում է այդ երկուսի դեմ, բայց փաստացի այսօր միավորվել են այդ երեքով եւ պայքարում են այլ ուժերի դեմ։ Դե ինչ որ ժամանակ հետո էլ գուցե ներողություն խնդրի, որ համագործակցում է այդ ուժերի հետ։ Քոչանին բերելու համար ներողություն խնդրեց, չէ՞, հրապարակային։ Դե ինչ ա եղել, որ մի հատ ներողություն խնդրի կանցնի, հա։ Դե հիմա դիրքավորվելու խնդիր ունեն բոլորը։ Չգիտեմ առաջին նախագահը ինչ սցենարներ է մշակում։ Ինքը այդ երեքի միջի գոնե հերատես եւ խելք ունեցող, հա, հաստատ ոչ մեկ չի կարող կասկածել առաջին նախագահի ինտելեկտի վրա։ Ի տարբերություն մյուս երկուսի։ Հիմա թե ինչ է պլանավորել, ինչի համար է դա անում, ինչ հեռահար նպատակներ ունի։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ դա ամեն դեպքում իր քայլերը բխելու են Հայաստանի շահերից եւ ամեն ինչի որ գուցե հասկանում ենք ինքը ինչ է հիմա փորձում անել եւ ինչ նպատակում է միավորվում այդ երկու հանցագործների հետ չգիտեմ բայց ամեն դեպքում իհարկե ի վնաս իրեն է այսօր որտեղ հասարակությունը դա շատ վատ է ընկալում գուցե ինքնազոհողաբար ինչ որ քայլ է ուզում անի հետագայում մեզ բազմակայլ կոմբինացիայի մեջ մենք առաջի քայլերն ենք տեսնում, իսկ գուցե վերջի քայլը լինելու է նպաստ մեր անկախության իշխանության, ինչ իմանանք։ Գուցե, բայց ամեն դեպքում այս առաջի քայլերը իր եւ իր թիմին մեծ վնաս են բերում։ Պարոն Խուշտյան, Մոլդովան դարձավ այն հերթական երկիրը նախկին խորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանը այսպես ասենք քաղաքական պարտություն կար, ես նկատի ունեմ վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ռուսական ուժերը պարտվեցին, ճիշտ է դժվարությամբ, բայց պարտվեցին, նախ ինչի պարտվեցին, որտեղ մենք գիտենք, որ Մոլդովայում նույնիսկ ավելի շատ են, բավական մեծ է ռուսական ազդեցությունը, ինչը նպաստեց, որ Մոլդովայում հաղթեն, այսպես ասենք, արևմտամետ ուժերը։ Մոլդովայում կա բավականից տվար ռուսալեզու զանգված, հենց ռուսալեզու եւ ռուս
Նույնիսկ Կիշինևում մինչև 40%-ի է հասնում այդ զանգվածը եւ դրա շնորհիվ իրենք նույնիսկ կարողանում են քաղաքապետ ընտրել ռուսական ֆավորիտ Կրեմլից նշանակված քաղաքապետ։ Հիմա Հայաստանում մենք չունենք այդքան էթնիկ փոքրամասնություն ռուս, Մենք ունենք հայկական, որը շատ ավելի ռուսներից էլ ռուս են։ Այդ 5-րդ շարաշունը դրանով է վտանգավոր, որ իրենք անհայրենիք են։ Իրենք Պուտինի ցենկոն բան չեն պատկերացնում։ Հայաստանի ապագա առանց Ռուսաստանի գուբերնիա լինելու եւ ընդեղից հրահանգներ ստանալու չեն պատկերացնում։ Եվ դրանք շատ ավելի վտանգավոր են։ Բայց այն որ հնարավոր է հաղթել իրենց, դա ցույց տվեց նաեւ Մոլդովայի փորձը, շատ ճիշտ նշեցիք։ Եվ այն որ բավականին կոշտ գործողությունների գնաց Մոլդովան։ Այսինքն իրենք չխորշեցին արգելել որոշ կուսակցություններ մրցավազքից հանեցին ուղակի, հաստատելով նրանց կապը Ռուսաստանի հետ օրենքի շրջանակներում։ Այն ինչ որ մեր մոտ շատ բախվորած են իշխանությունները այդպիսի բան անելու համար, որտեղ իրենք շատ ժողովրդավար են։ Իրենք չեն կարող իրենց թույլ տալ, որ հանգարց խոսքի ազատությունը իրենց պատկերացմամբ հանգարց այդպես ոտնահարվի ճակերտավոր եւ հանգարց սխմեն պարզեն, որ ինչ որ լրատվամիջոցներ ծնվում են Ռուսաստանից եւ դրա հիմքով փագեն։ Լրատվամիջոցներ կլինի, կուսակցություններ կլինի։ Այդ ֆինանսական հոսքերը հնարավոր է վերահսկել։ Հնարավոր է։ Ես ժամանակին նույնիսկ անցած տարվա մայիսին հայտնի այդ ճակերտավոր սրբազան շարժումը երբ որ սկսվում էր, դրա հետ կապված ես հարցումների միջոցով պարզեցի, կենտրոնական բանկ արված հարցումների միջոցով պարզեցի, որ հենց այդ շրջանում 100 միլիոնավոր դոլարներ է մուտք գործել Հայաստան, ավելի քան դրանից առաջ, դրանից հետո կամ նախորդ տարվա համեմատ։ Այսինքն որևէ այլ բանով բացի այդ քաղաքական շարժումից չէր բացատրվում, չէր կարող բացատրվել այդ նման կտրուկ աճը Ռուսաստանից եկող փողերի, ընդ որում եւ ռուբլով եւ դոլարով։ Հիմա այդ իմաստով Հայաստանը, եթե Հայաստանի իշխանությունները ավելի աչալուրջ լինեն նման հիբրիդային մեթոդների դեմ պայքարում, ավելի կոշտ քայլեր ձեռնարկեն, ես կարծում եմ հնարավոր է հաղթահարել։ Դա պարտադիր չի դա իշխանությունը ինքը իր իշխանությունը պահպանելու համար անի։ Կարող է իշխանությունը կորցնի, բայց գան այլ ուժեր իշխանության օրինակ կամ իշխանությունը կիսի այլ ուժերի հետ, բայց այդ այլ ուժերը պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության ջատագով ուժեր, անկախական ուժեր, չպետք է լինեն Ռուսաստանի խամաճիկներ։ Ռուսաստանի խամաճիկների էջը ընդհանրապես պետք է փակվի Հայաստանում։ Եթե մենք ուզում ենք այդ թվում Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, նորմալ իրավահավասար հարաբերություններ ունենալ։ Որտեվ լավ հարաբերությունները այն չի որ գնաց գուբերնիա դառնաս ու քո հաշվին անդադքես խուրդելով թուրքերին ու ադրբեջանցիներին մի բան մատուցեն Կրեմլից ու իրենք էլ շահաբաժին ստանան դրա համար, դա չի լավ հարաբերություն։ Լավ հարաբերությունն այն որ քեզ տեսնում են քո վրա լծակ չունեն, ոչ մի 5-րդ շարաշուն չկա, որ իրանք ասենց միա տանեն ու ստետտարենգի պարեն քաղաքական այդ 5-րդ շարաշան ներկայացնողները։ Եվ ստիպված քո հետ սկսում են հարաբերվել արգալից քո շահերը հաշվի առնելով, Հայաստանի շահերը հաշվի առնելով եւ փոխ շահավետ նաեւ համագործակցություն է ծավալվում այդ թվում տարբեր ոլորտներում նույն առևտրային եւ այլ ոչ մեկ չի ասում պետքա Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնել Ռուսաստանը այդ առևտուրը դադարեցնելու լծակը օգտագործելու այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանում կա 5-րդ շարաշուն հենց որ Հայաստանում 5-րդ շարաշուն չլինի ոնց որ Վրաստանի հետ հանգիստ այդ առևտուրը վերականգնեցին անկախ նրանից որ Վրաստանը լավ էլ միջև հիմա ՆԱՏՕ-ի անդամության տեխնացու է Եվրամիության անդամության տեխնացու է ինչքան էլ որ այս վերջի շրջանում միայն Իվանիշվիլի ուժը սկսեց ավելի դեպի Ռուսաստան գնալ, բայց միջև այդ լավ էլ կոշտ կնադատում է։ Շնորհիվ միջև դիվանագիտական հարաբերություն շնորհ Ռուսաստանի հետ չունեն։ Պատերազմի մեջ են համարում իրենց, որովհետև համարում են Ռուսաստանը իրենց տարածքներից 20% գրավել։ Այնպես որ եթե մենք անկախ լինենք եւ այդ 5-րդ շարաշան չեզոքացնենք, դա եւ ֆինանսական առումով միլիարդների օգուտ կբերի Հայաստանին, եւ անկախության տեսակետից հսկայական շահաբաժին կբերի, եւ անվտանգությունը մեր կավելացնի։ Որտեվ դա մեր թույլ օղակն է, մեր խոցելի տեղն է։ Խոցելի խոց բառից։ Խոց է Հայաստանի Հանրապետության մարմնի վրա այդ 5-րդ շարաշուն եւ այդ մտածողությունն ունեցող մարդիկ։ Ալիևը շարունակում է նույն խոսրիտը Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ճիշտ է Փաշինյանը ՄԱԿ-ում եւ Եվրոպայում հակադարձեց այդ առումով արդյոք վտանգված է խաղաղության այդ համաձայնագիրը թեկուզ նախաստորագրել։ Ոչ վտանգել չկա, եւ ուղղակի փորձում է սադրել, որ Հայաստանը ինքը այ վտանգի խաղաղության համաձայնագրերը, պայմանավորվածությունները։ Սադրիչ է այդ հարցումները, որտեղ հիմա ինքը այդ հնարավորություն չունի ինչ որ բան պնդելու եւ Հայաստանից փոկելու մի բան, որը պայմանավորված չէ
օգոստոսի 8-ի համաձայնագրերով։ Չունի այդ հնարավորությունը։ Եվ Միացյալ Նահանգները գլխին կխփեն։ Ռուսաստանն էլ արդեն թիկունքից սպասում է երբ է մի հարմար պահ գտնելու, որ հարվածի։ Այնպես որ բացառում է։ Հասկանա։ Օրեր առաջ, այսպես ասենք, ազգային ժողովի պատգամավոր Պաշտպանության եւ անվտանգության արտգործնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող այդ զեկույցը պատրաստ է արդեն, սակայն չի հրապարակվելու, իսկ հանրությունը չի իմանալու, թե ինչ է իրականում կատարվել, որոշակի արտահոսքեր արեց, բայց ձեր կարծիքով պետք է արդյոք այդ զեկույցը հրապարակել։ Շնորհակալ, իհարկե պետք է։ Ու հրապարակվելու է, ոնց որ թե Ալեքս Սիմոնյանի չփազրույցն է որ տեսա, ասաց որ այս կամ այն ձևով հրապարակելու ենք։ Կարող անունը փոխենք, հիմա ասում են ընթացակարգերի խախտում կա ժամկետի տեսակետից, բայց ձևը կմտածենք կամ լսումների ձևով կանենք, բայց ասաց ինչ որ ձևով հրապարակելու ենք։ Ես դա կապում եմ ընտրությունների հետ, որ սպասում են մյուս տարվա ընտրություններին ընդառաջ, որ ավելի մոտիկ լինի, որտեղ դա բացահայտելու է այդ զեկույցում, բացահայտված է ըստեյության եւ հրապարակվելու է այդ բացահայտումը, թե ոնց է Ռուսաստանը իր գործակալական ցանցերի միջոցով հարվածել Հայաստանին թիկունքից պատերազմի ընթացքում։ Իսկ ոնց է համագործակցել Ադրբեջանի հետ, որպեսզի Հայաստանը Արցախը պարտվեն։ Այդ է բացահայտվելու։ Դա է ամենավտանգավոր գաղտնիքը, որ այնտեղ կա։ Որը որ գաղտնիք չի, բոլորս համար էլ արդեն པարզ է, բայց դա ապացույցներ է վարունակում։ Որտեղ այնտեղ པարզվելու է, թե ինչ որ հրամանատարներ հանկարծ չունենալով դրա համար ոչ մի մարտավարական պատճառ, որոշել են հրահանգ տան եւ տարբեր ստորաբաժանումներին նահանջի հրաման տան, հանձնելով շատ կարևոր դիրքեր, բարձունքներ եւ որևէ կերպ չի բացատրվում։ Այդ ինչի այտենց հանկարծ այդ հրամանատարները այտենց հրահանգ տվեցին։ Այդ ինչի հանկարծ հրամանատարները սխալ հրամաններ են տալիս սխալ ուղղությամբ մեր զորքերը, որ գնան ծուղական, գնան զոհվեն հարուրներով։ Հա, դա ռուսական գործակալական ցանցի բացահայտման մասին է խոսքը։ 1000-ից ավելի քրեական գործեր կան այդպիսի դավաճանների եւ սրիկաների վրա։ Այդ ամբողջականացված է այդ զեկույցում։ Եվ ընտրություններից առաջ երբ որ դա հրապարակվի, այդ Ռուսաստանի ոտքերը լվացող ըստեղի խամաճիկները իրենց ուժը, իրանք արդեն հասարակության համար པարզ կլինի, թե իրանք ովքեր են։ Եվ ինչ վտանգ են իրենք սպառնում, նույն վտանգը ուղղակի քաղաքական ասպարեզում, ինչ որ իրենց նմանները մեր թիկունքին հարվածեցին պատերազմի ժամանակ բանակի ներսից։ Դա նաև հայտարարել էր, որ հետախուզությունը տեղյակ է եղել պատերազմի վտանգի մասին, նույնիսկ օրերով որոշակի առումով, սակայն ինչ որ ուժեր հանգստացրել են Հայաստանին, փորձել են չսրել ավելի իրավիճակը, չնախապատրաստվել, այդ ուժերը դրսի թե ներսի ուժերը կլինեն ըստես։ Ներսի ուժերը ոնց կարան ինչ-որ բան համոզել գործող իշխանության։ Խոսքը Ռուսաստանի մասին է։ Իհարկե, կռահեք 3 անգամից։ Դելով։ Բախշյան, ընտրությունների քիչ ժամանակ է մնում, մի քանի ամիս, արդյոք ընդդիմությունը չէ՞ թաքցնում, որ խաղալու են նույն սցենարը, ինչ Գյումրիում, կհաջողեն այդ սցենարով կամ արդյունքի հասնել ինչ որ առումով։ Այն ուժերը, որոնք ռուսական ծիրում են գործում հատկապես։ Եթե Հայաստանի իշխանությունները դասեր չխաղեն, ինստիտուցիոնալ նախապատրաստություններ չտեսնեն, որպեսզի հնարավոր լինի արգելակել ցանկացած ռուսական ուրեմն շահեր սպասարկող, օտար երկրապաստած շահեր սպասարկող, ցանկացած օտար երկր շահեր սպասարկող որևէ ուժի թույլ չտան մասնակցել ընտրություններին, կամ նույնիսկ փակեն որպես կուսակցություն եւ այլն, սահմանափակեն այն լրատվամիջոցները, որոնք ուղիղ հիբրիդային պատերազմով են զբաղված Հայաստանի Հանրապետության դեմ, այդ թվում այսօրվա ռուսական հեռուստաընկերությունները, հա, որ անդադ ասում են մի հատ էլ իրենք այսպիսի ապատեղեկատվություններ ու դիվերսիա անեն տեղեկատվական մեր դեմ, մենք իրենց կփակենք։ Այդ մի հատ էլ նա 10 անգամ եղել է արդեն, մեկը չեն փակում։ Այդ էլ բարձ չի թե ում են սպասում։ Հա, Նիկոլ Փաշինյանը ոնց ասաց, դե բան է, Պուտինի հետ հաց եմ կերել, ոնց դրանից հետո իրենց հեռուստաընկերությունները փակեմ։ Լավ է, դե ուրեմն հաց եք կերել, ուրեմն պատրաստվեք, որ կարող է կորցնեք իշխանությունը եւ Հայաստանն էլ հետը, որտեղ Պուտինի հետ հաց եք կերել։ Այդ վտանգները պետք է լավ հասկանան, լավ ըմբռնեն իշխանությունում։ Իրենց թվում է իրենք ամենակարող են եւ ամեն անգամ հաջողելու են եւ սենց հեշտ ընտրություններ են հաղթելու, շատ սխալվում են, այս անգամ շատ ավելի բարդ է լինելու։ Մեկ թող գնան մարդկանց
կարծիքը բացի այդ սոցիոլոգիական հարցումներից ավելի ընդլայնված հարցախույզներ անեն։ Տրամադրությունները հասկանալու հասարակության, թե ինչ ռիսկեր կա։ Փաշինյանը իր կուսակցական համագումարում հայտարարեց, որ գնում են 4-րդ հանրապետության այդ ստեղծման ճանապարհով, եթե հաղթեն ընտրություններում, ձեր կարծիքով պետք է փակել 3-րդ հանրապետության էջը, ինչպես փորձում է անել Նիկոլ Փաշինյանը։ Ես դեռ չեմ տեսել այն բովանդակությունը, իրոք ծավալուն, ընդգրկուն, համապարփակ բովանդակությունը, որի համար արժեր նոր հանրապետություն հիմնադրել։ Ընդհանրապես ինչ որ սիմվոլիկ, խորհրդանշական, PR նկատառումներով նման հայտարարությունները ես չեմ ընդունում, բայց եթե կա այդպիսի բովանդակություն, թող դնեն քննարկման, հասարակական քննարկման, քննարկենք, հասկանանք։ 4-րդ հանրապետությունն է, թե 3-րդ է, թե առաջինն է, թե երկրորդ է։ Այդքան էական չեմ համարում այդ դիսկուրսը։ Շնորհակալություն։ Համեցեք։ Սարվա թեման էր զրուցակիցս Հովսեփ Խուշուդյանն էր, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավարը, կհանդիպենք առայժմ։